Մինչ աշխարհը քննարկում է հնարավոր է դոլարի դիրքերը թուլանա թե ոչ, Հայաստանում այն գործնականում ի կատար է ածվում։ Մեր երկրում 2024-ի ավարտին դոլարենացման մակարդակը 2012-ից ի վեր ամենացածր ցուցանիշին է հասել։ Կենտրոնական բանկի առևտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների ցուցանիշների հիման վրա գլխավոր դրամատունը հրապարակել է արդյունքները։ Հաշվի են առնվել ավանդների եւ փոխառությունների հարաբերակցությունը փողի զանգվածին, արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությունն ընդհանուրին եւ այլն։ Արդյունքում ըստ տարբեր մակարդակների 2024-ի դեկտեմբերին դոլարենացումը 30.9-ից մինչև 47%-ի է հասել։ Դրան նախորդող տարում 31.4-ից 47.7% էր, իսկ օրինակ 2012-ին 43.5-ից 75.4%։ Մեր ազգային առույթը դրամը աշխարհի ամենակայուն առույթներից մեկն է, եթե մենք նայենք, ասենք, վերջին 30 տարվա ընթացքում մեծ հաշվով մեծ տատանումներ։ Մի քանի խոշոր տատանումներ եղել են, բայց երկարաժամկետ առումով երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ բավական կայուն է։ Ու այս դեպքում, երբ որ տարի վրա անցնելուց դուք տեսնում եք, որ խնայողությունը օրինակ դոլարով պահելու դեպքում ձեր ստացած եկամուտները ավելի ցածր են, քան թե կունենաք, երբ որ դրամ պահեք կամ դրամը դոլար չդարձնեիք, այստեղ բնական ընտրության հարց է ծագում եւ կարծում եմ, որ մարդիկ սկսել են ավելի ռացիոնալ մոտենալ տարբեր առույթներով խնայողությունները պահելու հարցին։ Մասնագետները դրական են գնահատում դոլարենացման մակարդակի շարունակական նվազումը, նշում այն տնտեսության մեջ արտարժութային ռիսկերի մեղման մասին է խոսում։ Կարելի ասել, որ բնակչությունը սկսել է վստահել դրամին եւ իր խնայողությունները պահում է որոշ չափով դրամով եւ գլխավորն է, որ չի մտնում արտարժութային սպեկուլյացիաների մեջ, որից հազվադեպ են շահած դուրս գալիս փոքր մասնակիցները եւ մյուս կողմից էլ մենք ունենք որոշակի կարգավորումներ, մասնավորապես վարկերի հետ կապված, ռեզիդենտների վարկավորման հետ կապված եւ սրանք բնականաբար դրական են ազդել եւ պետք է այդ երկուսը իրար հետ կապել։ Դոլարենացման բարձր մակարդակը նվազեցնում է երկրի կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչների ազդեցությունը, ընդգծում է Կարեն Զաքարյանը։ Այսինքն, եթե բնակչության եկամուտները եւ խնայողությունների մեծ մասը ոչ քվարզային արժույթով է պահպանվում, հետեւաբար դու դրամավարկային քաղաքականություն կփոխես, դրամի պահանջարկը կավելացնես կամ կփոքրացնես, մեծ ազդեցություն չի կարող ունենալ, եթե խնայողությունները այլ առույթով են։ Այսինքն դրամով պահելու դեպքում երկրի տնտեսական քաղաքականության ճկունությունը եւ հնարավորությունները են մեծացնում։ Կենտրոնական բանկի կողմից վարվող լողացող փոխարժեքի քաղաքականությունը եւս նպաստել է դրամի նկատմամբ վստահությանը, կարծում է փորձագետը։ Եթե որ բնակչությունը տեսնում որ փոխարժեքը լողացող է եւ միջամտություններ չկան այստեղ, կամ որևէ մեկը չի կարող ազդել ուղղակի փոխարժեքի վրա եւ իրենք էլ տեսնում են, որ նման ցնցումները, որոնք մի քանի ցնցում վերջին մի 3 տարվա մեջ տեսանք, դրանք ավարտվեցին էլի դրամի ասած ասած կայունացմամբ եւ հասկանում եմ, որ այդ ցնցումները ուղղակի որոշակի իրավիճակների հետևանք են եւ հետո կարգավորվում են։ Այդ պատճառով բնակչությունը կամ նաեւ բիզնեսը իր փողերը որոշակիորեն պահում է դրամով։ Մասնագետների գնահատմամբ դոլարայնացումն արդեն հասել է մի մակարդակի, որից հետո շատ էական նվազումներ չպետք է ակնկալել։ Գլխավոր խնդիրը բարձր ռիսկայնության հարցը հիմնականում կարգավորվել է։ Նիկոլայ Ավետիսյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։